Ինչպես հասկանալ Ղուկասի ավետարան 9-րդ գլխի 27-րդ համարը։ Գոյություն ունի գաղտնի հափշտակություն։ Եկեք նախ կարդանք այդ խոսքը, տեսնենք թե ինչ է ասվում։ Ղուկասի ավետարան 9-րդ գլխի 27-րդ համարը։ Հիսուսն ասում է. «Բայց ես ճշմարտապես ասում եմ ձեզ, այստեղ կանգնածներից կան ոմանք, որ մահ չեն ճաշակի, մինչև Աստծո թագավորությունը չտեսնեն»։ Աստծո թագավորությունը տեսնելը, եթե այդ իմաստով է ասված, որ այդտեղ կային մարդիկ, ովքեր գնացին երկինք, ապա տեսնենք, թե Աստվածաշունչը ինչպիսի բացատրություն ունի այս խոսքի շուրջ, եթե դա իսկապես այդ իմաստով է ասված։ Հովհաննեսի ավետարան 21-րդ գլխում կարդում ենք. Պետրոսը նրան տեսնելով Հիսուսին ասաց. «Տեր, իսկ այս մարդն ինչ պիտի անի»։ Նա Հովհաննես առաքյալի մասին էր սա հարցնում, և Հիսուսը նրան ասաց. «Եթե կամենում եմ, որ նա մնա, մինչև ես ետ գամ, քեզ ինչ, դու ինձ հետևիր»։ Եվ այս խոսքը տարածվեց եղբայրների մեջ, թե այդ աշակերտը, այսինքն Հովհաննեսը, պիտի չմեռնի։ Սակայն Հիսուսը նրան չասաց, թե նա պիտի չմեռնի, այլ եթե ես կամենում եմ, որ նա մնա, մինչև ես ետ գամ, քեզ ինչ։ Հիսուսը հստակորեն ցույց է տալիս, որ Հովհաննեսը նա պիտի կենդանի մնար մինչև մի առանձնահատուկ իրադարձություն, որը Հիսուսը անվանում է իր ետ գալը։ Եթե դիտարկենք դա որպես նրա երկրորդ գալուստը, ինչպես առաջին մասում մեր հանդիպումների ուսումնասիրեցինք, նրա փառավոր գալուստը երկնային հրեշտակներով, որ ամեն աչք պիտի տեսնի, ինչպես Հայտնության առաջի գլխում է ասվում, ապա դա կեղծ է։ Դա նշանակում է, որ Հովհաննես առաքյալը արդեն 2000 տարեկան է, առնվազն։ Բայց դա իրականում այդպես չէ։ Այլ եկեք տեսնենք, թե որն է այս խոսքերի բացատրությունը։ Ահա նայեք, խնդրեմ, նախ Հայտնություն առաջին գլխի առաջին երկու համարները, տեսնենք ինչ է Աստվածաշունչը ասում Հայտնություն գրքի առաջին գլխի առաջին երկու համարներում։ Հիսուս Քրիստոսի հայտնությունը, որ Աստված նրան տվեց ցույց տալու համար իր ծառաներին այն բաները, որոնք շուտով պիտի պատահեն, և իր հրեշտակի միջոցով ուղարկելով հայտնի դարձրեց ումը, իր Հովհաննես ծառային, որ և վկայեց Աստծո խոսքը, Հիսուս Քրիստոսի վկայությունը և այն բոլոր բաների մասին, ինչ տեսավ։ Եվ նույնը մենք կարդում ենք նաև առաջին քրիստոնյա մարտիրոսի մասին, այսինքն Ստեփանոսի, ում ինչպես այս պատկերում տեսնում եք, անհավատ հրեաները չարակամորեն քարկոծեցին, քանի որ նա Հիսուս Քրիստոսին որպես Մեսիա հռչակեց, և Ստեփանոսը ասաց. «Ահա տեսնում եմ երկինքը բացված ու մարդու որդուն Աստծո աջ կողմում կանգնած»։ Թե Ստեփանոսը և թե Հովհաննեսը նրանք չմահացան նախքան Աստծո արքայությունը տեսնելը։ Ուստի այս խոսքերի իրական, այսինքն Ղուկաս 9:27-ի իրական իմաստը, որ Հիսուսը ասեց այստեղ կանգնածներից կան ոմանք, որ մահ չպիտի տեսնեն, մինչև Աստծո արքայությունը չտեսնեն։ Երկուսի դեպքում էլ այս խոսքերը կատարվեցին։